Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, ճիշտ ասած, տուն գնալուց որոշեցի մի հատ շատ կարճ լայվ մտնել ու արդեն ստեղներս է հասել, էլի, արդեն ստեղներս է հասել ինչ-որ էշություններ կարդալով, էլի։ Մի հատ հերթական էշության մասին խոսել, որը տենց քանի որ ես տեսնում եմ, որ շատերի մոտ կա, որ մարդիկ իդենտիֆիկացնում են իրենց որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ ու հետո իրենց թույլ են տալիս դատողություն վեհապար հայրապետի հեռանալու մասին։ Բայց վեհապար հայրապետը պետք է հեռանա։ Էլ չեմ ասում նրա մասին, որ երբեմն նաև իրենց թույլ են տալիս վեհապար հայրապետին դիմել Ավազանի անունով։ Ախր սրա աբսուրդի մասին խոսալը այտենց նորմալ ձևով տենց շատ դժվար է, որովհետև գիտեք չէ, դա պարզորոշ, սա նույն բանն է, ոնց որ դու ասես, չգիտեմ, ասես ես ժողովրդավարության կողմնակից եմ, բայց մեր երկրում այլևս ընտրություններ չպետք է անցկացվեն։ Իշխանությունները պետք է ձևավորվեն նշանակմամբ, հա։ Կամ օրինակ ասես ես ռուս ազգայնական եմ, բայց Ղրիմը պատկանում է Ուկրաինային։ Կամ ասես ես ուկրաինացի ազգայնական եմ, բայց Ղրիմը պատկանում է Ռուսաստանին։ Չգիտեմ։ Կամ ասես ես լիբերալ եմ, բայց որևէ մեկը չպետք է մեր երկրում ունենա ձեռնարկատիրական ազատություն։ Ասենք դրան հավասար արտահայտություն ասա։ Լրիվ դրան հավասար։ Մեկին մեկ դրան հավասար։ Հայ առաքելական եկեղեցին շատերը նաև գրագիտության պակասի խնդիր ունեն։ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես ցանկացած առաքելադավան, ներողություն, առաքելական բնույթ ունեցող, առաքելական հաջորդություն ունեցող եկեղեցի, այդ առաքելական ի՞նչ է նշանակում։ Առաջի հերթին նշանակում է առաքյալների կողմից հիմնված, դրա համար մենք օրինակ ասում ենք Սուրբ Թադևոսի եւ Սուրբ Բարդուղիմեոսի աթոռ, որը մեր երկրորդ լուսավորիչ Գրիգոր Լուսավորչի, Գրիգոր Պարթևի կամ Գրիգոր Լուսավորչի կողմից վերահաստատվեց առաքելական հաջորդություն։ Առաջի հերթին եպիսկոպոսների կողմից այսպես փոխանցվող եպիսկոպոսական իշխանությամբ։ Այդ գաղափարը ֆունդամենտն է մեր եկեղեցու ամբողջ տրամաբանության։ Ուղղակի ֆունդամենտն է։ Եվ դրա հիմքում վերից վար միապետական կառույց է։ Միապետական։ Եվ պատահական չի, որ բոլոր օրինակ պատարակներին պարտադիր, եթե չեմ սխալվում, նույնիսկ 2 անգամ, ենթադրում եմ, որ չեմ սխալվում, էլի, որտեղ հիշում եմ պատարակները, որին մասնակցել եմ։ 2 անգամ հիշատակվում է ամենայն հայոց կաթողիկոսը եւ տվյալ թեմի թեմական առաջնորդը, որը հսկայածավալ իշխանություն ունի տվյալ թեմի շրջանակներում, տարածքում։ Եվ ուղղակի չեմ պատկերացնում, ոնց կարող է, օրինակ ես նույն Էսթիոպիկը, իր փիլիսոփայությունը որն է, ինքը ոնց կարող է առաքելական, ավանդական, քրիստոնեական արժեք կրի, բայց այսպես վեհապարին օրինակ չհիշատակի։ Դու չի լինում դա։ Դա ֆունդամենտալ սխալ է։ Ոչ թե ֆունդամենտալ սխալ է, այլ հակահամակարգային է։ Ուրեմն, այտենց բաներ կա։ Գնա բողոքական եկեղեցի, բացի քո ծեսերը արա, մի հավատա, որ պատարակի ժամանակ հաստ ու գինին իսկապես գոյափոխվում են, իրապես գոյափոխվում են տերունական մարմնի եւ արյան, մի հավատա դրանում, դու հայտարարի, որ դա սիմվոլիկ բան է, թեև որոշ բողոքական եկեղեցիներ, օրինակ լութերանները, նույնիսկ լութերանները բողոքական եկեղեցի լինելով, էլի այդ նույն հավատը ունեն, այդ գոյափոխման հավատը ունեն։ Այդպես շաբաթական 2 անգամ մարդկանց հավաքեք, երգեք, այն բառաբան բերեք, խփեք, չգիտեմ, ասեք Աստված լավ բան է, չգիտեմ, Քրիստոս ինձ է սիրում, ես էլ Քրիստոսին եմ սիրում, երգեք, պարեք, բան արեք, ձեր
նոր հավատ կստեղծեք, նոր դավանանք կստեղծեք, այդպես 100 հատ օրինակ կա։ Հայ առաքելական եկեղեցու սկզբունքորեն այդ խաչը, որ կրում են այդ լանջախաչը, որը մեկը հարցնի, Ստյոպիկ այդ լանջախաչը քեզով է տվել։ Ով է քեզ շնորհել, ոչ թե տվել։ Ու դու ինչի ես պահում դա գողի պես։ Էսա ֆունդամենտը։ Առանց սրա չկա առաքելական եկեղեցու որևէ դրսևորում։ Որում ես նայում եմ ինչ-որ մարդիկ, որոնք որ իրենց հայտարարում են եկեղեցու մաս, թե կամ չեն հայտարարում։ Ցանկացած նման բան ասողի պետք է հարցնել։ Ներողություն, հարգելիս։ Մեր երկրում խղճի ազատությունը ինչ կրոնի ուզում ես, կարող ես պատխանել, քո գործն է։ Դու հայ առաքելական եկեղեցու դավանորդ ես, թե մեկ այլ հավատքի դավանորդ ես, չգիտեմ, մուսուլման ես կամ քրիստոնեական այլ հարանվանության դավանորդ ես։ Եթե մարդը ասում է ես հայ առաքելական եկեղեցու դավանորդ եմ եւ ասում է որ վեհապարը, որը ցմահ ընտրվել է ազգային եկեղեցական ժողովում, բարեք կա այդ ընտրությունների կարգը, բանը ոնց են բոլոր թեմերից ներկայացուցիչներ գալի ըստ իրենց բնակչության քանակի գումարվում են բոլոր եպիսկոպոսները, սա առանձին միավոր է։ Գերագույն հոգևոր խորհրդի ուրեմն աշխարհիկ անդամները քիչ են 3-4 կարծում եմ։ Հիմա մենք 50 քանի եպիսկոպոս ունենք, այդ բոլորը գումարած թեմերի ներկայացուցիչները։ Ազգային եկեղեցական ժողովով ընտրվել Գարեգին վեհապարը եւ շատ յուրահատուկ, իրականում սա շատ յուրահատուկ է, ծեսով 12 բարձր եպիսկոպոսած դասի ներկայացուցիչների, այդ թվում Արամ վեհապարի, այդ թվում Պոլիսի մեր պատրիարքի, Երուսաղեմի պատրիարքը, չգիտեմ, մասնակցել է թե չէ, անկեղծ դեմքով չկարողացա ճանաչել կադրերի մեջ 12 եպիսկոպոսական դասի ներկայացուցիչների կողմից բոլոր կանոններին համապատասխան ոցվել է, ձեռնադրվել եւ ոցվել։ Դուք ով եք, ընկեր։ Տեսա ինչ որ տես նախին մի հատ քաղաքական գործիչ կար տղանել բանը, այս ազգային ժողովի փոխնախագահն է։ Հիմա ընդ որում ավազան անունով։ Դուք ով եք։ Ու տարիքով մարդա այդ շատ չեմ ուզում բանանել։ Ուղղակի այս անտրամաբանականությունից ներվայնանում ես, էլի։ Անտրամաբանականությունից ներվայնանում ես։ Իսկան բան, լավ։